Երբեմն ճակատագիրը միավորում է երկու վիրավոր հոգիներին միայն ցույց տալու համար, որ ցավի մեջ էլ գեղեցկություն կա։ Նա պարզապես ուզում էր հոգ տանել նրա մասին։ Նա պարզապես ուզում էր, որ ոչ ոք այլս իրեն մոտ չգա։ Բայց դրանից խուսափել անհնար էր։ Նրա շոշափումը խոցեց այն պաշտպանությունները, որոնց գոյության մասին նա անգամ չի իմացել։ Մնացեք ինձ հետ մինչ վերջ պատրաստվեք զգալու ամեն ինչ նրանց հետ միասին։ Հուսով ենք, որ ձեզ դուր կգա այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Հելենան միշտ գիտեր, որ աշխարհը գոյություն ունի այդ քարե պարիսպներից այն կողմ, բայց երբեք չէր պատկերացնում, որ մի օր պետք է բնակվի դրանում։ 25 տարի նրա կյանքը կարգավորվում էր զանգերով, որոնք ազդարարում էին աղոթքի ժամերը, միաձայն ձայներով, որոնք երգում էին վանքի միջանցքներում, Մենաստանի կեսօրվա ծանր լռությամբ։ Նա մեծացել էր այնտեղ, մի անձնուհիների շրջանում, ովքեր նրան որդեգրել էին դեռ մանուկ հասակում, թողած մի զամբյուղում, ընդամենը մի դեղնած թերթիկով, որի վրա գրված էր նրա անունը՝ Հելենա։ Ուրիշ ոչինչ։ Չկային հիշողություններ մոր կամ հոր մասին, չկային ծանոթ դեմքեր, որոնք կայցելեին նրան կիրակի օրերին։ Կար միայն առօրյան, կարգապահությունը, հավատը։ Եվ ձեռքերը։ Ձեռքեր, որոնք վաղուց սովորել էին հոգ տանել, մխիթարել, բուժել փոքր վերքերն ու մեծ տխրությունները։ Սուրբ Կլարայի վանքի քույրերը Արագածոտնի մարզի խորքում նրան սովորեցրել էին այն ամենը, ինչ գիտեին Հարանին խնամելու մասին։ Հելենան հմտացել էր քսուկներ պատրաստելու, թերապտիկ մերսումներ անելու, հիվանդներին խնամելու մեջ, ովքեր երբեմն ընդունվում էին այդ փոքրիկ, իմպրովիզացված հիվանդանոցում։ Նա մեղմ հպման շնորհքն ուներ, ասում էին ավագ միանձնուհիները։ Մի շնորհք, որը հանգստացնում էր ցավերն ու խաղաղություն էր բերում։ Բայց Հելենան երբեք տղամարդու չէր դիպել։ Երբեք չէր զգացել տղամարդու մաշկի հյուսվածքն իր մատների տակ, երբեք չէր լսել խորը, ցածր ձայնի շունչը, որը լատիներեն աղոթք չէր լինի խոստովանատան մյուս կողմից։ Նրա աշխարհը կանանցից էր, մեղմ ձայներից, մաքուր գրկախառնություններից։ Եվ նա երբեք դա չէր հարցականի տակ դրել։ Մինչ այն օրը, երբ Մայր Աբբայուհին հավաքեց բոլոր քույրերին ու նորեկներին մատուռում, աչքերին արցունքներով, հայտարարեց, որ վանքը փակվելու է։ Լուրը շանթի պես ընկավ արոտ օրը։ Գումար չկար, կոչումներ չկային, ապրուստ չկար։ Թեմը որոշել էր, որ այդ տարածքը կվերածվի այլ բանի, գուցե մշակութային կենտրոնի, գուցե ոչնչի։ Ավագ միանձնուհիները կտեղափոխվեին այլ վանքեր։ Ավելի երիտասարդները պետք է իրենց ճանապարհը գտնեին աշխարհիկ կյանքում։ Հելենան զգաց, որ հողը սահում է ոտքերի տակից։ Նա միանձնուհի չէր, բայց նա աշխարհից չէր։ Նա մի արարած էր, կախված երկու տիեզերքների մեջ, առանց որը մեկին պատկանելու։ Հաջորդ ամիսներին, մինչ ճամպրուկները պատրաստվում էին, հրաժեշտի աղոթքները արձագանքում էին դատարկ միջանցքներում, Հելենան ընկղմվեց լուռ տանջանքի մեջ։ Ուր էր գնալու։ Ինչ էր անելու։ Ինչպես էր գոյատելու մի վայրում, որը լիովին անծանոթ էր նրան։ Քույր Բեատրիսն էր, միակը, ով դեռ կապ էր պահպանում տարածաշրջանի որոշ ընտանիքների հետ, ով լուծումը բերեց։ Կամ գուցե ճակատագիրը։ Կար մի տղամարդ, ասաց նա, մի հարուստ տղամարդ, ով հատուկ խնամքի կարիք ուներ։ Նա մեկուսացած էր ապրում Արենիի մեծ կալվածքում, շրջապատված խաղողի այգիներով, որոնք ձգվում էին մինչ հորիզոն։ Տարիներ առաջ սարսափելի դժբախտ պատահար էր ունեցել այդ ժամանակից ի վեր ապրում էր մեկուսացած, հրաժարվելով օգնությունից, բուժումից, նույնիսկ ընտանիքի անդամների ընկերակցությունից։ Նրա քույրը հուսահատված փնտրում էր մեկին համբերությամբ, նրբանկատությամբ, ամենից առաջ, առանց երկրորդ մտադրությունների։ Մեկին, ով կիմանար խնամել ոչ միայն մարմինը, այլ վիրավոր հոգին։ Հելենան առաջարկը լսեց, սիրտը սեղմված։ Տղամարդու խնամքը։ Անծանոթի։ Նրա տանը։ Գաղափարը սարսափեցրեց նրան, մինույն ժամանակ միակ կամուրջն էր, որը նա տեսնում էր վանքի անհայտի անդունդի մեջ։ Նա ընդունեց, քանի որ ընտրություն չկար։ Նա ընդունեց, քանի որ նրա ձեռքերը մարզված էին դրա համար։ Նա ընդունեց, քանի որ խորքում դեռ հավատում էր, որ Աստված նրա համար ծրագիր ուներ։ Ճանապարհորդությունը մինչ Արենի դեծ ժամ էր։ Հելենան երբեք չէր լքել վանքի շրջակայքը, յուրաքանչյուր անցած կիլոմետրը նրան ավելի փոքր, ավելի մոլորված էր զգացնում։ Երբ մեքենան վերջապես անցավ Թավարյանի գինեգործարանի երկաթե դարպասներով, նա հազիվ էր կարողանում շնչել։ Կալվածքը հսկայական էր։
Խաղողի այգիները ձգվում էին կատարյալ շարքերով, բարձրանալով իջնելով մեղմ բլուրներով։ Հեռվում բարձրանում էր քարե ու փայտե առանձնատուն, հսկայական պատուհաններով, որոնք արտացոլում էին մայրամուտի նարնջագույն երկինքը։ Այնտեղ ամեն ինչ հարստություն, ուժ, գեղեցկություն էր արտազատում։ Եվ մենություն։ Նրան դիմավորեց Մարթան, տնային տնտեսուհին, միջին տարիքի կին, հոգնած դեմքով, կասկածամիտ հայացքով։ Նա Հելենային առաջնորդեց լուռ միջանցքներով, արագ բացատրելով տան կանոնները։ Անհարկի աղմուկ չանել։ Տիրոջը չանհանգստացնել սահմանված ժամերից դուրս։ Հարցեր չտալ։ Եվ, ամենից առաջ, էմոցիոնալ առումով չներքաշվել։ Հելենան հավանություն տվեց յուրաքանչյուր հրահանգի, ավելի ու ավելի անտեղի զգալով իրեն այդ վայրում, որն ավելի շատ դամբարան էր թվում, քան տուն։ Նրա սենյակը պարզ էր, բայց հարմարավետ։ Միայնակ մահճակալ, մուգ փայտե կոմոդ, պատուհան, որը նայում էր խաղողի այգիներին։ Հելենան իր միակ ճամպրուկը դրեց մահճակալի վրա, շուրջը նայեց։ Այնտեղ ամեն ինչ տարօրինակ էր։ Սավանները այլ հոտ ունեին։ Լույսը այլ կերպ էր մտնում։ Նույնիսկ լռությունը տարբերվում էր վանքի լռությունից։ Նա նստեց մահճակալի եզրին, շատ տարիների ընթացքում առաջին անգամ, լաց եղավ։ Լաց եղավ այն կյանքի համար, որը թողել էր հետում, լաց եղավ գալիքի վախի համար, լաց եղավ այն մենության համար, որը զգում էր, չնայած շրջապատված էր այդքան նոր բաներով։ Հաջորդ առավոտյան Մարթան նրան շուտ արթնացրեց։ Ժամանակն էր հանդիպել տիրոջը։ Էդուարդ Թավարյան։ Հելենան մտովի կրկնեց անունը, մինչ աստիճաններով իջնում էր տնային տնտեսուհու հետից, փորձելով պատկերացնել, թե ով կարող է լինել այդ մարդը։ Մարթան կանգնեց ամուր փայտե կրկնակի դռան դիմաց 3 անգամ թակեց։ Ոչ մի պատասխան։ Նորից թակեց։ Լռություն։ Այնուհետ, առանց արարողության, բացեց դուռը Հելենային ներս մղեց։ Սենյակը լայն էր, բայց վարագույրները փակ էին, թույլ տալով միայն լույսի բացվածքներ մտնել։ Օդը ծանր էր, դեղերի լքվածության խառը հոտով։ Կենտրոնում, հսկայական մահճակալի վրա, նա էր։ Էդուարդ Թավարյան։ Հելենան նրան տեսավ տարօրինակ մի բան զգաց, կրծքին սեղմված։ Նա պառկած էր, աչքերը հառած առաստաղին, դեմքը նշանավորված անսափրված մորուքով բացարձակ անտարբերության արտահայտությամբ։ Նույնիսկ այդ վիճակում անհնար էր չնկատել, որ նա գեղեցիկ տղամարդ էր եղել։ Գծերը ուժեղ էին, անկյունային, մուգ մազերը անկանոն ընկած էին ճակատին։ Բայց հայացքն էր, որ ամենաշատն էր տպավորում։ Դատարկ, անփայլ հայացք, կարծես հոգին պոկվել էր, մնացել էր միայն պատյանը։ Մարթան արագ պրագմատիկ ձով ներկայացրեց։ Սա Հելենան է, նա այսուհետ կխնամի ձեզ։ Ձեզ պետք են թերապտիկ լոգանքներ, մերսումներ, թե ֆիզիոթերապիա։ Դուք կհամագործակցեք, Էդուարդ, թե չէ ձեր քույրը կլսի դրա մասին։ Էդուարդը նույնիսկ չնայեց Հելենային։ Նա դեմքը շրջեց կողքի անհասկանալի մի բան մրմնջաց։ Մարթան հառաչեց, գլուխը շարժեց դուրս եկավ, Հելենային մենակ թողնելով նրա հետ։ Հետագա լռությունը ջնշող էր։ Հելենան չգիտեր, ինչ անել, ինչ ասել։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, մինչ նա դիտում էր այդ մարդուն, ով այդքան հեռու, այդքան անհասանելի էր թվում։ Ի վերջո, նա համարձակություն հավաքեց մի քայլ առաջ արեց։ Բարի լույս, պարոն Թավարյան։ Իմ անունը Հելենա է։ Ես այստեղ եմ, ձեզ օգնելու համար։ Նա չպատասխանեց։ Նա սպասեց։ Ոչինչ։ Այնուհետ, մի փոքր ավելի ամուր ձայնով, շարունակեց։ Գիտեմ, որ դժվար է ընդունել անծանոթի ներկայությունը, բայց խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ։ Ես մարզվել եմ մարդկանց խնամելու համար, ես պարզապես ցանկանում եմ, որ դուք ինքներդ ձեզ ավելի լավ զգաք։ Ավելի լավ։ Նրա ձայնը կոպիտ դուրս եկավ, հեգնանքով լի։ Դուք կարծում եք, որ կարող եք ինձ ավելի լավ զգացնել։ Նա վերջապես գլուխը շրջեց նրան նայեց։ Նրա աչքերը մուգ էին, գրեթես, դրանցում կար բարկության, ցավի հուսահատության խառնուրդ, որը Հելենան երբեք չէր տեսել։ Դուք պատկերացում անգամ չունեք, թե ինչի մասին եք խոսում, օրիորդ։ Գնացեք։ Ես ձեր կարիքը չունեմ։ Ոչ ոքի կարիքը չունեմ։ Հելենան կուլ տվեց։ Նա ուզում էր փախչել այդ խեղդող սենյակից, այդ թշնամական ներկայությունից։ Բայց ինչ-որ բան նրան պահեց այնտեղ։ Գուցե դա համառություն էր։
Գուցե դա այն խիստ մարզումն էր, որը նա ստացել էր վանքում, երբեք չլքել կարիքավորին, նույնիսկ երբ մերժվում էր։ Գուցե դա պարզապես ինտուիցիա էր։ Հանգիստ, նա քաշեց մի աթոռ, նստեց մահճակալի կողքին։ «Ես չեմ գնա», ասաց նա մեղմորեն։ «Ոչ, մինչ դուք ինձ թույլ չտաք կատարել այն աշխատանքը, որի համար կանչվել եմ»։ Նա ծիծաղեց։ Դառը ծիծաղ, առանց հումորի։ «Համառ եք, հա՞։ Թույլ տվեք գուշակել։ Կրոնական վայրից եք եկել։ Վա՞նք։ Մանկատո՞ն։ Դուք ունեք այն ձը, ով երբեք աշխարհը իրականում չի տեսել»։ Հելենան զգաց, որ դեմքը տաքանում է։ Դա ճիշտ էր։ Նրա յուրաքանչյուր խոսք ճիշտ էր, ինչ-ինչ պատճառներով դա նրան ավելի էր վիրավորում, քան պետք է։ Այո, ես վանքից եմ եկել։ Ամբողջ կյանքս այնտեղ եմ անցկացրել։ Բայց դա չի նշանակում, որ ես չգիտեմ խնամել։ Ես շատ մարդկանց եմ խնամել։ Ես կարող եմ ձեզ էլ խնամել։ Էդուարդը երկար ժամանակ ուսումնասիրեց նրան, Հելենան նկատեց, որ նա գնահատում էր նրա յուրաքանչյուր մանրուքը։ Պարզ, անձ զգեստը։ Կապված մուգ շագանակագույն մազերը ամուր հանգույցով։ Դիմահարդարման լիակատար բացակայությունը։ Ձեռքերը ծնկների վրա խաչած, նյարդային։ Նա հառաչեց, կարծես չափազանց հոգնած էր վիճելը շարունակելու համար։ Արա ինչ ուզում ես։ Բայց շնորհակալություն մի սպասիր։ Ոչինչ մի սպասիր ինձանից։ Եվ այսպես սկսվեց առօրյան։ Ամեն առավոտ Հելենան մտնում էր Էդուարդի սենյակ, բախվում նույն դիմադրությանը, նույն թշնամանքին։ Նա հրաժարվում էր լոգանքից, հրաժարվում էր ուտելիքից, հրաժարվում էր նույնիսկ նրան նայելուց։ Բայց Հելենան չէր հանձնվում։ Անսահման համբերությամբ նա պատրաստում էր տաք ջուրը, եթերային յուղերը, մաքուր սրբիչները։ Պարոն Թավարյան, ես պետք է, որ դուք համագործակցեք։ Թերապտիկ լոգանքը կօգնի արյան շրջանառությանը, կթեթացնի ցավերը։ Խնդրում եմ։ Նա զիջում էր, բայց միշտ դժկամորեն, միշտ թթու մեկնաբանություններով։ Ամոթ չունես։ Քեզ նման օրիորդը, տղամարդուն դիպչելով։ Թե վանքում սովորեցրել են, որ դա բարեգործություն է։ Հելենան գծում էր շրթունքը, շարունակում։ Ես չեմ պատասխանի ձեր սադրանքներին, ասում էր նա, ձայնը հանգիստ պահելով։ Ես այստեղ եմ խնամելու համար, ոչ թե դատելու կամ դատվելու։ Առաջին անգամ, երբ նա պետք է օգներ նրան հանվել լոգանքի համար, Հելենան մտածեց, որ կուշտա։ Նա երբեք տղամարդու մարմին չէր տեսել։ Վանքում մարմինը տաբու էր, մի բան, որը պետք է թաքցվեր, ժխտվեր, ծածկվեր։ Եվ ահա նա կանգնած էր Էդուարդի դիմաց, ստիպված էր հանել վերնաշապիկը, տաբատը, նրա մաշկը մերկացնելով սենյակի թույլ լույսին։ Նրա ձեռքերը այնքան էին դողում, որ նա նկատեց։ Առաջին անգամ։ Նա հարցրեց, դաժան ժպիտով շրթունքներին։ Հելենան չպատասխանեց, բայց նրա դեմքի կարմրությունը ամեն ինչ բացահայտեց։ Նա դաժան էր, այո, բայց ինչ-որ բան փոխվեց նրա արտահայտության մեջ, երբ նա վերջապես դիպավ նրան։ Հելենան ձեռքերը մտցրեց տաք ջրի մեջ, աշխարհի ամենայն խնամքով, սկսեց լվանալ նրա ձեռքերը։ Հպումը թեթ էր, գրեթե պաշտամունքային։ Նա խուսափում էր նայել մերկ մարմնին, կենտրոնանալով միայն ձեռքերի շարժման վրա, մատների տակ մաշկի հյուսվածքի վրա։ Բայց անհնար էր չզգալ։ Անհնար էր չնկատել նրանից բխող ջերմությունը, մկանների լարվածությունը, այն, թե ինչպես էր փոխվում նրա շունչը, երբ նա դիպչում էր ավելի զգայուն կետին։ Էդուարդը լուռ մնաց ամբողջ լոգանքի ընթացքում։ Այլս սադրանքներ չկային, այլս հեգնանք չկար։ Միայն լռություն։ Եվ երբ նա ավարտեց, նրան փաթաթելով փափուկ սրբիչով օգնելով նրան նորից հագնվել, նա մրմնջաց մի բան, որը նա հազիվ էր լսում։ Շնորհակալություն։ Դա առաջին մեղմ խոսքն էր, որ նա ուղղեց նրան։ Եվ այդ գիշեր, իր պարզ մահճակալին պառկած, Հելենան չկարողացավ քնել։ Նրա ձեռքերը դեռ զգում էին հպման հիշողությունը։ Նրա սիրտը անկանոն էր բաբախում, նա չէր հասկանում ինչու։ Խնամքի այդ գործողության մեջ խորապես անհանգստացնող մի բան կար։ Մի բան, որը դուրս էր պրոֆեսիոնալից, դուրս էր պարտականությունից։ Մի բան, որը սարսափեցնում էր նրան, մինույն ժամանակ գրավում էր նրան այնպես, որ նա չգիտեր անունը։ Օրերը վերածվեցին շաբաթների։ Առօրյան շարունակվում էր, բայց ինչ-որ բան փոխվում էր։ Էդուարդը դեռ դժվար էր, դեռ փակ էր, բայց բանավոր ագրեսիաները նվազեցին։
Նա սկսեց ավելի ուշադիր դիտել նրան, հարցեր տալ. «Որտեղից ես եկել։ Ինչու։ Այդքան ժամանակ մնացիր վանքում։ Ընտանիք ունես»։ Հելենան անկեղծորեն պատասխանում էր, պատմելով իր մանկության մասին մի անձնուհիների շրջանում, իր ծագման մասին, պատասխանների բացակայության մասին, վանքի փակման մասին, որը նրան անպատրաստ գցել էր աշխարհ։ Եվ նա լսում էր։ Իրոք լսում էր։ Երբեմն, երբ նա մերսում էր նրա անդամալույց ոտքերը, փորձելով խթանել արյան շրջանառությունը, Էդուարդը փակում էր աչքերը, խորը հառաչանքներ էր արձակում։ Մյուս անգամ նա պատմում էր իր սեփական պատմության փոքրիկ հատվածներ։ Ավտովթարի մասին, որը նրան թողել էր ոտքերում շարժում չունենալով։ Այն հիասթափության մասին, որ տեսնում էր իր մարմինը, նախկինում ուժեղ ճկուն, վերածված բանտի։ Այն մենության մասին, որը սպառում էր նրան օրեցօր։ Բայց կար մի բան, որը նա չէր պատմում։ Հելենան նկատում էր։ Կային ստվերներ նրա անցյալում, գաղտնիքներ, որոնք նա պահում էր, ինչպես բաց վերքեր։ Նա չէր ճնշում։ Պարզապես շարունակում էր մնալ այնտեղ, ներկա, ամուր, առաջարկելով միակ մխիթարությունը, որը նա գիտեր տալ։ Իր ձեռքերի հպումը։ Մի անձրոտ կեսօր էր, որ ամեն ինչ վերջնականապես փոխվեց։ Հելենան լոգանք էր պատրաստում, երբ Էդուարդը կանչեց նրան։ «Հելենա», ասաց նա, նրա ձայնի մեջ ինչ-որ տարբեր բան կար։ Նա մոտեցավ։ «Այո, պարոն Թավարյան»։ Նա նրան նայեց, առաջին անգամ նա տեսավ մի բան ցավից, բարկությունից բացի։ Նա տեսավ խոցելիություն։ «Շնորհակալություն, որ ինձ չլքեցիք։ Շնորհակալություն, որ մնացիք, նույնիսկ երբ անտանելի էի»։ Հելենան զգաց, որ աչքերը ցավում են։ Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Ես պարզապես անում եմ այն, ինչ գիտեմ անել։ Նա ձեռքը մեկնեց, նա երկմտելով իրենը դրեց նրա վրա։ Հպումը էլեկտրական հոսանք ուղարկեց նրա ամբողջ մարմնով։ Դա միայն դա չէ, ասաց նա, թեթակի սեղմելով նրա մատները։ Դուք ինձ ստիպում եք զգալ կենդանի նորից։ Այդ պահին, երբ անձրը թակում էր պատուհանները, արտաքին աշխարհը չափազանց հեռու էր թվում, Հելենան հասկացավ, որ վտանգավոր տարածքի վրա է քայլում։ Հասկացավ, որ այն, ինչ նա զգում էր այդ տղամարդու հանդեպ, շատ ավելին էր, քան խնամողի պարտականությունը։ Եվ, նայելով նրա մուգ աչքերին, նա գիտեր, որ նա նույնն էր զգում։ Բայց ինչ անել դրա հետ։ Ինչպես վարվել մի ցանկության հետ, որը երբեք չէր անվանվել, երբեք չէր թույլատրվել։ Հելենան պատասխաններ չուներ։ Նա պարզապես գիտեր, որ կյանքում առաջին անգամ իրեն կենդանի էր զգում։ Սարսափելիորեն, վտանգավոր կերպով կենդանի։ Եվ այդ զգացումը, որքան էլ սարսափելի լիներ, նա ամենագեղեցիկ բանն էր, որ նա երբեք զգացել էր։ Հաջորդ շաբաթները մշտական բացահայտումներ էին։ Հելենան սկսեց ճանաչել ոչ միայն Էդուարդի մարմինը, այլ այն մարդուն, ով նա էր մինչ դժբախտ պատահարը, մինչ դառնությունը։ Նա պատմում էր նրան խաղողի այգիների մասին, թե ինչպես էր իր պապը սկսել այդ բիզնեսը ընդամենը մի բուռ տնկիներով, ամբիցիոզ երազանքով։ Թավարյանի գինեգործարանը այժմ Հայաստանի հարավի ամենահարգվածներից մեկն էր, արտադրելով մրցանակակիր գինիներ, որոնք հասնում էին ամբողջ երկրի, նույնիսկ արտերկրի սեղաններին։ Էդուարդը բիզնեսը ստանձնել էր 25 տարեկանում, երբ հայրը հանկարծամահ էր եղել, ընկերությունը վերածել էր հզոր ուժի։ Նա փայլուն էր, տեսլական, անողոք։ Եվ հետո տեղի ունեցավ դժբախտ պատահարը։ Նա երբեք մանրամասների չէր անդրադառնում, բայց Հելենան կարողանում էր կտորները միացնել։ Թաց ճանապարհ, վատ հաշվարկված շրջադարձ, մեքենան մի քանի անգամ շրջվել էր։ Երբ շաբաթներ անց նա արթնացավ հիվանդանոցում, պարզեց, որ իր ոտքերն այլևս չեն արձագանքում։ Բժիշկները ասացին, որ հույս կա, որ ինտենսիվ ֆիզիոթերապիայի միջոցով գուցե կվերականգնի որոշ շարժումներ։ Բայց Էդուարդը հանձնվեց նախքան փորձելը։ Նա հրաժարվեց բուժումներից, աշխատանքից ազատեց ֆիզիոթերապևտներին, փակվեց այդ առանձնատանը, որոշեց, որ եթե կյանքը նրանից խլել էր քայլելու ունակությունը, նա նրանից կխլի շարունակելու ցանկացած հնարավորություն։ Հելենան ամեն ինչ լսում էր, սիրտը սեղմված։ Նա հասկանում էր նրա ցավը, բայց չէր համաձայնում հանձնվելու հետ։ Պարոն Թավարյան, ասում էր նա, մինչ լավանդայի յուղով մերսում էր նրա ոտքերը, դուք դեռ շատ բան կարող եք անել։ Կարող եք ապրել, կարող եք երջանիկ լինել։ Նա դառը ծիծաղում էր։ Երջանիկ։ Դուք դեռ հավատում եք երջանկությանը, Հելենա։ Լավ կլինի ապրել այդքան միամիտ աշխարհում։
Նա չէր ընկճվում։ Դա միամտություն չէ։ Դա հավատ է։ Մի բան, որը դուք կարծես թե կորցրել եք։ Էդուարդը այդ պահերին նրան էր նայում մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում վերծանել։ Հիացմունքի զայրույթի խառնուրդ, կարծես նրա մաքրությունը միաժամանակ մխիթարող զայրացնող էր։ Դուք տարբերվում եք բոլոր մարդկանցից, ում ես երբե հանդիպել եմ, ասաց նա մի կեսօր, մինչ նա բարձերը կարգավորում էր նրա ոտքերի տակ։ Չգիտեմ, դա լավ է, թե վտանգավոր։ Վտանգավոր։ Հելենան հարցրեց, շփոթված։ Ինչու։ Դա վտանգավոր կլիներ։ Նա հապաղեց, կարծես խոսքերը կշռում էր։ Որովհետև դուք ինձ ստիպում եք ցանկանալ այնպիսի բաներ, որոնք չեմ կարող ունենալ։ Որովհետև դուք ինձ ստիպում եք հիշել, որ ես դեռ տղամարդ եմ, նույնիսկ այս վիճակում։ Եվ դա ֆիզիկական ցավից ավելի վատ տանջանք է։ Հելենան զգաց, որ դեմքը տաքանում է։ Նա հստակ գիտեր, թե ինչ էր նա ուզում ասել։ Որովհետև նա նույնն էր զգում։ Յուրաքանչյուր հպում լոգանքների ժամանակ, ամեն անգամ, երբ նրա ձեռքերը սահում էին նրա մաշկի վրայով, նա զգում էր ինչ-որ բան, որն աճում էր իր ներսում։ Ինչ-որ տաք, ինտենսիվ, սարսափեցնող։ Դա ցանկություն էր։ Դա սեր էր։ Նա չգիտեր անունը, բայց գիտեր, որ փոխվում էր։ Վանքի ամաչկոտ աղջիկը տեղ էր զիջում մի կնոջ, ով զգում էր, ով ուզում էր, ով ցանկանում էր։ Եվ դա նրան սարսափեցնում էր։ Մի գիշեր, չկարողանալով քնել, Հելենան իջավ գրադարան։ Նա հայտնաբերել էր, որ առանձնատունը հսկայական գրադարան ուներ, լի հին ժամանակակից գրքերով։ Նա միայն մի փոքրիկ լամպ վառեց, սկսեց թերթել որոշ վերնագրեր, երբ լսեց մի ձայն սենյակի անկյունում գտնվող դաշնամուրից։ Վախեցած, շրջվեց, տեսավ Էդուարդին։ Նա հաշմանդամի սայլակում էր, մատները դրված ստեղների վրա։ Չգիտեի, որ դուք այստեղ եք, ասաց նա, ձայնը շշուկով դուրս գալով։ Նույնը կարող էի ասել, պատասխանեց նա։ Չեք կարողանում քնել։ Նա գլուխը շարժեց։ Վերջերս մտքերս շատ անհանգիստ են։ Նա գլխով արեց, հասկանալով։ Գիտեմ, թե ինչպես է դա։ Արի, նստիր այստեղ։ Ես քեզ համար ինչ-որ բան կնվագեմ։ Հելենան երկմտելով մոտեցավ, նստեց նրա աթոռի կողքի նստարանին։ Էդուարդը սկսեց նվագել։ Մեղեդին տխուր էր, մելամաղձոտ, բայց մինույն ժամանակ գեղեցիկ։ Նոտաները հոսում էին մի նրբությամբ, որը հակադրվում էր այն կոպտությանը, որը նա միշտ ցույց էր տալիս։ Նա նվագում էր փակ աչքերով, ամբողջովին ընկղմված երաժշտության մեջ։ Երբ նա ավարտեց, Հելենան նկատեց, որ աչքերին արցունքներ կան։ Գեղեցիկ էր, շշնջաց նա։ Նա ժպտաց, առաջին անգամ իսկական ժպիտով։ Մայրս ինձ սովորեցրել էր։ Նա ասում էր, որ երաժշտությունը հոգու լեզուն է, միակ ձը արտահայտելու այն, ինչ բառերը չեն կարող։ Հելենան համարձակվեց հարցնել. Իսկ ինչ է ձեր հոգին փորձում արտահայտել հիմա։ Էդուարդը բացեց աչքերը, նրան նայեց։ Նա այնքան ինտենսիվություն տեսավ այդ հայացքում, որ գրեթե հետ քաշվեց։ Մենություն, ասաց նա վերջապես։ Եվ հույս։ Երկու բան, որոնք երբեք չէի պատկերացնում, որ միաժամանակ կզգամ։ Նրանք այնտեղ մնացին լուռ, երկար րոպեներ։ Նրանց միջ օդը լի էր շոշափելի ինչ-որ բանով, մի լարվածություն, որն աճում էր ամեն վայրկյան։ Էդուարդն էր, ով խախտեց լռությունը։ Հելենա, ես պետք է քեզ մի բան պատմեմ։ Մի բան, որը երբեք ոչ ոքի չեմ պատմել։ Նա սպասեց, սիրտը արագացած։ Նա խորը շունչ քաշեց նախքան շարունակելը։ Ես ամուսնացած եմ եղել։ 6 տարի։ Վերոնիկա անունով մի կնոջ հետ։ Անունը դուրս եկավ նրա բերանից, ինչպես երբեք չափաքինված վերք։ Հելենան կրծքին սեղմում զգաց, բայց չընդհատեց։ Թողեց, որ նա շարունակի։ Վերոնիկան գեղեցիկ էր, խելացի, ամբիցիոզ։ Նա եկել էր Երանի ավանդական ընտանիքից, կապերով, փողերով, ազդեցությամբ։ Մեր ամուսնությունը սկզբում ռազմավարական էր, բայց ես սիրահարվեցի նրան։ Հավատացի, որ նա էլ է ինձ սիրում։ Շատ բաների հավատացի։ Նա դադար տվեց, մատներով սեղմելով հաշմանդամի սայլակի բազկաթոռները։ Երբ դժբախտ պատահար ունեցա, նա ինձ կողքի էր հիվանդանոցում։ 2 շաբաթ։ 2 շաբաթ անհանգիստ հայացքներ, քաղցր խոսքեր, խոստումներ։
Երբ բժիշկները հաստատեցին, որ ես հավանաբար այլս երբեք չեմ քայլի, նա անհետացավ։ Բառացիորեն։ Թողեց մի նամակ, ասելով, որ չի կարող մնալ կոտրված տղամարդու հետ, որ նա ավելին է արժանի կյանքից, որ ինձ երջանկություն է մաղթում։ Երջանկություն։ Կարծես հնարավոր լինի երջանիկ լինել, իմանալով, որ քո սիրած մարդը քեզ լքել է քո կյանքի ամենավատ պահին։ Հելենան զգաց, որ արցունքները հոսում են դեմքով։ Շատ ցավում եմ, ասաց նա, ձայնը խեղդված։ Ոչ ոք արժանի չէ դրանով անցնելու։ Էդուարդը նրան նայեց, առաջին անգամ իրեն թույլ տվեց խոցելի լինել։ Կա ավելին, ասաց նա։ Ես ունեմ դուստր։ Մի աղջիկ, ով Վերոնիկայից չէ։ Նա մի հարաբերությունից է, որ ես ունեցել եմ ամուսնությունից առաջ։ Նրա անունը Բեատրիս է։ Անունը դուրս եկավ ցավով կարոտով լի։ Հելենան բռնեց նրա ձեռքը, մխիթարություն առաջարկելով։ Որտեղ է նա։ Էդուարդը գլուխը շարժեց։ Չգիտեմ։ Նրա մայրը Կարլան ինձ զրկեց նրան տեսնելու իրավունքից, երբ Բեատրիսը ընդամենը 3 տարեկան էր։ Ասաց, որ ես վատ հայր էի, որ ինձ միայն բիզնեսն էր հետաքրքրում, որ աղջիկն ավելի լավ էր ինձանից հեռու։ Եվ գուցե նա ճիշտ էր։ Ես երիտասարդ էի, ամբիցիոզ, եսասեր։ Թույլ տվեցի, որ նրան տանեն, այլս երբեք չպայքարեցի նրան հետ բերելու համար։ Սա իմ ամենամեծ ափսոսանքն է։ Ոչ թե ֆիզիկական հեռավորությունը, որն ինձ պարտադրում են այս ոտքերը, այլ այն հեռավորությունը, որը ես դրեցի իմ դստեր միջ, երբ դեռ կարող էի ինչ-որ բան անել դրա մասին։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Հելենան ավելի ուժեղ սեղմեց նրա ձեռքը։ Ուշ չէ, ասաց նա համոզված։ Երբեք ուշ չէ շտկել այն, ինչ կոտրվել է։ Դուք կարող եք գտնել նրան։ Կարող եք ձեր դստերը հետ բերել։ Էդուարդը տխուր ժպտաց։ Դուք միշտ հույս եք տեսնում այնտեղ, որտեղ միայն մթություն կա, այնպես չէ։ Հելենան դիմացավ նրա հայացքին։ Որովհետև հույսը կա, նույնիսկ երբ մենք չենք կարողանում տեսնել այն։ Եվ ես կօգնեմ ձեզ գտնել ձեր դստերը։ Խոստանում եմ։ Այդ գիշերվանից սկսած նրանց միջ ինչ-որ բան փոխվեց։ Դա այլս պարզապես խնամողի հիվանդի հարաբերություն չէր։ Դա ինչ-որ ավելի խորը, ավելի իրական բան էր։ Էդուարդը սկսեց անհամբեր սպասել այն պահերին, երբ Հելենան մտնում էր սենյակ։ Նա, իր հերթին, սկսեց ավելի խնամքով հարթարվել։ Երբեմն բաց էր թողնում մազերը, թողնելով, որ դրանք մեղմ ալիքներով ընկնեն ուսերին։ Հագնում էր մի փոքր ավելի քիչ խիստ զգեստներ։ Իրեն թույլ էր տալիս ավելի շատ ժպտալ, ավելի շատ ծիծաղել։ Նա իրեն որպես կին էր բացահայտում կյանքում առաջին անգամ։ Մարթան նկատեց փոփոխությունները, չհավանեց։ Զգույշ եղիր, աղջիկս, ասաց նա մի առավոտ, մինչ միասին խոհանոցը կարգի էին բերում։ Էդուարդ պարոնի նման տղամարդիկ ձեզ նման աղջիկների համար չեն։ Նա այլ աշխարհից է, բարդ անցյալ ունի։ Մի խաբվեք։ Հելենան լսեց զգուշացումը, բայց ուշադրություն չդարձրեց։ Ինչպես կարող էր։ Ինչպես կարող էր հետ քաշվել, երբ իր էության յուրաքանչյուր մանրաթել նրան ավելի մոտ էր քաշում նրան։ Այն պահը, որը փոխեց ամեն ինչ, տեղի ունեցավ գարնանային մի կեսօր։ Հելենան Էդուարդին օգնում էր թեթ վարժություններում, որոնք նա վերջապես համաձայնել էր անել։ Նա պահում էր նրա ոտքերը, ուղղորդելով շարժումները, խրախուսելով յուրաքանչյուր փոքր ջանք։ Հանկարծ նա ցավից հառաչեց։ Հելենան ամեն ինչ թողեց թեքվեց նրա վրա, անհանգստացած։ Ամեն ինչ լավ է։ Վնասվել եք։ Էդուարդը նրան նայեց, Հելենան նկատեց, որ նրանք շատ մոտ էին։ Այնքան մոտ, որ կարող էր զգալ նրա շունչը իր դեմքին։ Հելենա, շշնջաց նա, այդ ձայնի մեջ այնքան ցանկություն կար, որ նա զգաց, որ ոտքերը դողում են։ Ես պետք է քեզ մի բան ասեմ։ Ասա, պատասխանեց նա, հազիվ շնչելով։ Ես սիրահարվում եմ քեզ։ Եվ գիտեմ, որ չպետք է։ Գիտեմ, որ դու ավելի լավին ես արժանի, մեկին, ով ամբողջական է։ Բայց չեմ կարող խուսափել։ Դու մտար իմ կյանք, որպես լույս խավարի մեջ, հիմա այլս չեմ կարող պատկերացնել կյանքն առանց քեզ։ Հելենան զգաց, որ աշխարհը կանգ է առել։ Բոլոր այն կանոնները, որոնք նա սովորել էր վանքում, բոլոր զգուշացումները հեռու մնալու մասին, ամեն ինչ լուծվեց այդ խոսքերի անկեղծության առաջ։ Ես էլ, ասաց նա, ձայնը դողալով։
Ես էլ եմ քեզ սիրահարվում։ Չգիտեմ ինչ է սա, երբեք նման բան չեմ զգացել, բայց գիտեմ, որ իրական է։ Գիտեմ, որ ճշմարիտ է։ Էդուարդը բարձրացրեց ձեռքը դիպավ նրա դեմքին։ Հպումը մեղմ էր, գրեթե պաշտամունքային։ Կարող եմ քեզ համբուրել։ Նա հարցրեց։ Հելենան գլխով արեց, անկարող խոսելու։ Եվ այնուհետ կյանքում առաջին անգամ զգաց տղամարդու շրթունքները իրենցի վրա։ Համբույրը դանդաղ էր, հետախուզական լի նրբությամբ, որը հակադրվում էր զգացմունքի ինտենսիվությանը։ Հելենան փակեց աչքերը, թույլ տվեց իրեն տարվել, զգալով, որ ինչ-որ բան արթնանում է իր ներսում։ Ինչ-որ հզոր, ճնշող, որը նրան ստիպում էր ավելին ուզել, միշտ ավելին։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Էդուարդը նրան քաշեց ամուր գրկախառնության մեջ, դեմքը թաքցնելով նրա պարանոցին։ Մի լքիր ինձ, չշնջաց նա։ Խնդրում եմ, մի լքիր ինձ, ինչպես արեցին մյուսները։ Հելենան շոյեց նրա մազերը։ Երբեք, խոստացավ նա։ Երբեք քեզ չեմ լքի։ Բայց խոստումները, որքան էլ անկեղծ լինեն, միշտ չէ, որ կարող են կատարվել։ Որովհետ 3 օր անց, հանգիստ կեսօրին, մի շքեղ մեքենա անցավ Թավարյանի գինեգործարանի դարպասներով։ Եվ դրանից իջավ մի կին, ում Հելենան կճանաչեր միայն անունով, բայց ով կփոխեր ամեն ինչ։ Վերոնիկան վերադարձել էր։ Եվ նրա հետ բերում էր փոթորիկներ, որոնք սպառնում էին ոչնչացնել այն ամենը, ինչ Հելենան Էդուարդը կառուցում էին։ Մարթան էր, ով եկավ զգուշացնելու, դեմքը գունատ։ Պարոն Էդուարդ, ձեր կինը այստեղ է։ Հելենան զգաց, որ արյունը սառչում է երակներում։ Կինը։ Բայց նրանք ամուսնալուծված չէին։ Էդուարդը լարվեց։ Նախկին կինը, ուղեց նա, ձայնը կոպիտ։ Եվ չեմ ուզում նրան տեսնել։ Ասա, որ հեռանա այստեղից։ Բայց մինչ Մարթան կկարողանար պատասխանել, սենյակի դուռը բացվեց բռնի ուժով։ Եվ ահա նա էր։ Վերոնիկան հենց այնպիսին էր, ինչպիսին Հելենան պատկերացրել էր։ Բարձրահասակ, էլեգանտ, հագնված թանկարժեք հագուստով, որը ճչում էր նրբագեղությամբ։ Շիկահեր մազերը կատարյալ հարդարված էին, դիմահարդարում նանթերի, կրունկները շատ բարձր։ Նա մտավ, կարծես դեռ տիրուհին լիներ, նրա կանաչ աչքերը ցախավելով մաքրում էին սենյակը, մինչ կանգ առան Հելենայի վրա։ Սառը ժպիտ հայտնվեց նրա շրթունքներին։ Եվ ո՞վ է սա։ Նոր խնամողը։ Էդուարդ, իրոք, դու միշտ յուրահատուկ ճաշակ ես ունեցել։ Հելենան զգաց, որ թշնամանքը այդ կնոջից ալիքներով է բխում։ Բնազդաբար, նա մեկ քայլ հետ արեց։ Էդուարդը, սակայն, չհետ քաշվեց։ Ինչ ես ուզում, Վերոնիկա։ Դու հստակ ասացիր, որ ինձ հետ այլս ոչինչ չես ուզում։ Ինչու։ Ես այստեղ։ Վերոնիկան քայլեց դեպի պատուհանը, նրա շարժումները հաշվարկված էին, դրամատիկ։ Եկա, որովհետ կարոտում եմ քեզ։ Որովհետ սխալ եմ գործել։ Որովհետ երկրորդ հնարավորություն եմ ուզում։ Հայտարարությունը ռումբի պես արձագանքեց սենյակում։ Հելենան զգաց, որ հողը անհետանում է ոտքերի տակից։ Էդուարդը, սակայն, ծիծաղեց։ Առանց հումորի ծիծաղ։ Երկրորդ հնարավորություն։ Կատակում ես։ Ինձ լքելուց, ինձ ոչնչացնելուց հետո, հիմա ուզում ես վերադառնալ։ Վերոնիկան շրջվեց, աչքերը փայլում էին արցունքներով, որոնք Հելենան կասկածում էր, որ կեղծ էին։ Ես վախեցած էի, Էդուարդ։ Վախեցած այն ամենից, ինչ տեղի ունեցավ։ Բայց երբեք չդադարեցի քեզ սիրել։ Եվ հիմա գիտեմ, որ կարող եմ քեզ օգնել։ Մենք կարող ենք նորից սկսել։ Էդուարդը գլուխը շարժեց։ Ոչ։ Ես քեզ չեմ ուզում այստեղ։ Ոչինչ չեմ ուզում քեզանից։ Գնացեք։ Վերոնիկան այնուհետ խաղաց իր վերջին խաղաթուղթը։ Իսկ եթե ես քեզ ասեմ, որ գիտեմ, թե որտեղ։ Բեատրիսը։ Էդուարդը սառեց։ Հելենան տեսավ փոփոխությունը նրա դեմքին, հույսը վախը պայքարում էին տեղի համար։ Դու ստում ես, ասաց նա, բայց նրա ձայնը դողում էր։ Վերոնիկան ժպտաց, իմանալով, որ նա հարվածել է թիրախին։ Ոչ։ Ես նրան գտա։ Եվ կարող եմ քեզ տանել նրա մոտ։ Բայց դու պետք է ինձ հնարավորություն տաս։ Պետք է թույլ տաս ինձ մնալ։
Հելենան դիտում էր, թե ինչպես է տեսարանը բացվում իր աչքերի առաջ, իրեն անզոր զգալով։ Նա տեսնում էր կոնֆլիկտը Էդուարդի դեմքին, տեսնում էր, թե ինչպես էր նա պատրվում դստերը վերագտնելու ցանկությամբ Վերոնիկայի թակարդը ընկնելու վախի մեջ։ Եվ այդ պահին Հելենան հասկացավ, որ գալիք մարտը շատ ավելի դժվար կլինի, քան այն ամենը, ինչ նա երբևէ բախվել էր։ Որովհետև պետք է պայքարել ոչ միայն Էդուարդի սրտի, այլ նրա հոգու համար։ Եվ իր սեփականի։ Վերոնիկայի ժամանմանը հաջորդած օրերը լուր դժոխք էին։ Նա բնակվեց հյուրասենյակներից մեկում, իրեն պահելով այնպես, կարծես երբեք չէր հեռացել այնտեղից։ Նա շրջում էր առանձնատանը, տիրուհու պես, ով գիտեր ամեն անկյուն, ամեն գաղտնիք։ Եվ ամենավատը, սկսեց միջամտել Էդուարդի խնամքին։ Հայտնվում էր թերապտիկ լոգանքների ժամանակ, ընդհատում էր մերսման սեանսները, միշտ Հելենային ուղված ինչ-որ թունավոր մեկնաբանությամբ։ Սիրելիս, ասում էր Վերոնիկան կեղծ քաղցրությամբ, չեք կարծում, որ չափազանց մտերիմ եք իմ ամուսնու հետ։ Ասելս, նախկին ամուսնու։ Կամ գուցե այդքան էլ նախկին չէ։ Նա ծիծաղում էր, այն բյուրեղյա դաժան ծիծաղը, որը Հելենային փոքր, աննշան էր զգացնում։ Էդուարդը փորձում էր պաշտպանել նրան, բայց Վերոնիկան միշտ պատրաստ պատասխան ուներ, միշտ կարողանում էր իրավիճակը շրջել իր օգտին։ Եվ միշտ բարձրացնում էր Բեատրիսի անունը։ Ես գտա Բեատրիսին, ով աշխատում էր որպես բուժքույր Գյումրիում, ասում էր նա, ուշադիր դիտելով Էդուարդի արձագանքը։ Նա գեղեցիկ է, գիտեք։ Ձեր աչքերն ունի։ Բայց նա նեղացած է ձեզանից, Էդուարդ։ Շատ նեղացած։ Ձեզ շատ ջանքեր կպահանջվեն նրա վստահությունը վերականգնելու համար։ Եվ ես կարող եմ օգնել դրանում։ Ես կարող եմ կամուրջ լինել ձեր միջ։ Էդուարդը ամեն ինչ լսում էր տանջված արտահայտությամբ։ Հելենան տեսնում էր կոնֆլիկտը, նրա աչքերում զգում էր, որ սիրտը կոտրվում է։ Մի կեսօր, երբ Հելենան մենակ էր այգում, փորձելով խաղաղություն գտնել վարդերի մեջ, Վերոնիկան մոտեցավ։ Նա ծխախոտ վառեց, ծուխը վեր փչեց, ապա աչքերը հառեց Հելենային։ Դուք իսկապես կարծում եք, որ նրա հետ ինչ-որ շանս ունեք։ Նրա ձայնը սառն էր, հաշվարկված։ Հելենան չպատասխանեց։ Նա չէր պատրաստվում Վերոնիկային տալ այն բավարարությունը, որ տեսներ նրան խանգարված։ Բայց կինը շարունակեց. Դուք վանքի աղջիկ եք, սիրելիս։ Մի կույս աղջնակ, ով երբեք կյանքից ոչինչ չի տեսել։ Էդուարդը նրբագեղ տղամարդ է, սովոր կանանց հետ։ Դուք իսկապես կարծում եք, որ նա ձեզ կընտրի, երբ հնարավորություն ունենա վերադառնալ նրան, ով իսկապես հասկանում է նրա աշխարհը։ Հելենան զգաց, որ զայրույթը եռում է իր ներսում։ Մի զայրույթ, որը նա երբեք չէր իմացել, որ կարող էր զգալ։ Նա շրջվեց, դիմակայելու Վերոնիկային, աչքերը այրվում էին։ Դուք ոչինչ չգիտեք իմ մասին։ Ոչինչ չգիտեք այն մասին, թե ինչ ունենք Էդուարդս ու ես։ Վերոնիկան ծիծաղեց, բայց նրա կեցվածքի մեջ լարվածություն կար։ Այո։ Իսկ ինչ ունեք դուք, ճիշտ է։ Մի քանի գողացված համբույր։ Մի քանի քաղցր խոսքեր շշնջված խավարում։ Դա սեր չէ, սիրելիս։ Դա կարիք է։ Նրա ձեր։ Հելենան մեկ քայլ առաջ արեց, զարմացնելով նույնիսկ իրեն։ Գուցե դա կարիք է։ Գուցե դա միամտություն է։ Բայց դա իրական է։ Դա ճշմարիտ է։ Եվ ես չէի, ով նրան լքեց, երբ նա ամենից շատ կարիք ուներ։ Դուք էիք։ Եվ անկախ նրանից, թե որքան ժամանակ կանցնի կամ որքան սուտ կասեք, այդ փաստը երբեք չի փոխվի։ Վերոնիկան թարթեց աչքերը, ակնհայտորեն զարմացած արձագանքից։ Մի պահ Հելենան տեսավ իսկական զայրույթ, անցնելով այդ կատարյալ դեմքով։ Բայց հետո նա ժպտաց, վտանգավոր ժպիտով։ Տեսնենք, թե ինչ կընտրի Էդուարդը, երբ ժամանակը գա։ Եվ դու կհայտնաբերես, աղջիկս, որ այս աշխարհում, ով իշխանություն ունի, միշտ հաղթում է։ Այդ գիշեր Հելենան չկարողացավ քնել։ Վերոնիկայի խոսքերը արձագանքում էին նրա մտքում։ Արդյոք նա ճիշտ էր։ Արդյոք Էդուարդը իսկապես կընտրեր նրան, երբ ընտրությունը լիներ նրա դստեր հետ հանդիպման միջ։ Հելենան գիտեր, որ այդպես մտածելը արդար չէ, որ Էդուարդը չպետք է ընտրություն կատարեր երկու սիրելի մարդկանց միջ։ Բայց վախը իրական էր։ Վախ, կորցնելու այն ամենը, ինչ նա գտել էր, այն ամենը, ինչ նա դարձել էր այդ տղամարդուն ճանաչելուց հետո։ Հենց այդ ժամանակ նա որոշում կայացրեց։ Նա պարզապես չէր սպասելու։
Նա թույլ չէր տալու, որ Վերոնիկան վերահսկեր պատմությունը։ Եթե Բեատրիսին գտնելու որևէ միջոց կար, Հելենան կգտներ այն։ Վերոնիկայի օգնությամբ կամ առանց դրա։ Հաջորդ առավոտյան նա գնաց Էդուարդի գրասենյակ։ Նա վերանայում էր գինեգործարանի որոշ փաստաթղթեր, ամիսների ընթացքում առաջին անգամ հետաքրքրություն ցուցաբերելով բիզնեսի նկատմամբ։ Երբ նա տեսավ, որ նա մտնում է, նրա դեմքը լուսավորվեց։ Հելենա, ասաց նա, ձայնի մեջ այնքան սեր կար, որ նա գրեթե կորցրեց իր քաջությունը։ Բայց նա ստիպեց իրեն շարունակել։ Ես պետք է խոսեմ ձեզ հետ Բեատրիսի մասին։ Էդուարդը հոնքերը կնճռեց։ Ինչ է նրա հետ։ Հելենան նստեց նրա դիմաց։ Ես ուզում եմ օգնել ձեզ գտնել նրան։ Իրականում։ Առանց Վերոնիկայից կախված լինելու, առանց խաղերի, առանց մանիպուլյացիաների։ Միայն դուք ես, փնտրելով ձեր դստերը։ Էդուարդը երկար ժամանակ նրան էր նայում։ Ինչու։ Դա կանեիք։ Հելենան բռնեց նրա ձեռքը։ Որովհետ սիրում եմ ձեզ։ Որովհետ ուզում եմ տեսնել ձեզ երջանիկ։ Եվ որովհետ գիտեմ, որ ձեր դստերը վերագտնելն է այն, ինչ իրականում ձեզ նորից կյանքի կբերի։ Դա ինձ կամ Վերոնիկայից կախված լինելը չէ։ Դա ձեր ընտանիքը հետ բերելն է։ Էդուարդը սեղմեց նրա ձեռքը, աչքերը թաց։ Ինչպես բախտս բերեց ձեզ գտնելու։ Հելենան ժպտաց։ Դա բախտ չէր։ Դա ճակատագիր էր։ Եվ հիմա օգնեք ինձ։ Տվեք ինձ բոլոր տեղեկությունները, որոնք ունեք։ Նրա ամբողջական անունը, վերջին քաղաքը, որտեղ նա ապրում էր, այն ամենը, ինչ կարող է օգնել մեզ։ Մենք նրան միասին կգտնենք։ Եվ այսպես սկսվեց որոնումը։ Հելենան հայտնաբերեց, որ ուներ մի վճռականություն, որը երբեք չէր իմացել, որ ուներ։ Նա օրեր անցկացրեց հետազոտելով, հեռախոսազանգեր կատարելով, Էդուարդի ծանոթների հետ խոսելով, ովքեր կարող էին որևէ տեղեկություն ունենալ։ Նա պարզեց, որ Բեատրիս Թավարյան Մենդեսն իսկապես աշխատում էր որպես բուժքույր, բայց ոչ Գյումրիում, ինչպես Վերոնիկան էր ասել։ Նա երանում էր քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող հանրային հիվանդանոցում։ Վերոնիկայի սուտը առաջին բանն էր, որ Հելենան բացահայտեց։ Երբ նա Վերոնիկային բախեց տեղեկության հետ, կինը ափսոսանք չցուցաբերեց։ Պարզապես ուսերը թափահարեց։ Մանրամասներ, սիրելիս։ Կարևորն այն է, որ ես գիտեի, թե որտեղ փնտրել։ Դուք պարզապես հաստատեցիք։ Հելենան զզվանք զգաց։ Ինչպես կարող էր ինչ-որ մեկը այդքան սառը, այդքան մանիպուլյատիվ լինել։ Բայց նա ժամանակ չկորցրեց բախումների վրա։ Նա ավելի կարևոր գործեր ուներ անելու։ Այն կեսօրին, երբ նա վերջապես ստացավ հիվանդանոցի ճշգրիտ հասցեն, որտեղ աշխատում էր Բեատրիսը, Հելենան վազեց։ Էդուարդի սենյակ։ Ես գտա, ասաց նա, շնչահեղձ։ Ես գտա ձեր դստերը։ Էդուարդը հաշմանդամի սայլակում էր, պատուհանի մոտ։ Նա այնքան արագ շրջվեց, որ գրեթե շրջվեց։ Ինչ։ Հելենան մոտեցավ, ծնկի իջնելով նրա կողքին։ Բեատրիսն աշխատում է Սուրբ Ղուկասի հիվանդանոցում, Երանում։ Կեսօրվա հերթափոխ, շտապօգնության բաժին։ Նա 23 տարեկան է, ավարտել է 2 տարի առաջ, ըստ մի գործընկերոջ, ում հետ ես կարողացա խոսել, թիմի լավագույն բուժքույրերից մեկն է։ Էդուարդը երկու ձեռքով բռնեց Հելենայի դեմքը։ Դուք արեցիք դա։ Դուք իսկապես արեցիք դա։ Հելենան ժպտաց արցունքների միջով, որոնք սկսում էին հոսել։ Ասացի, որ կօգնեմ։ Եվ հիմա մենք կգնանք այնտեղ։ Դուք կվերագտնեք ձեր դստերը։ Էդուարդը հապաղեց։ Իսկ եթե նա չցանկանա ինձ տեսնել։ Իսկ եթե նա ինձ ատի այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ։ Հելենան համբուրեց նրա ճակատը։ Այնուհետ դուք ցույց կտաք, որ փոխվել եք։ Կցուցադրեք, որ զղջում եք։ Եվ կպայքարեք նրա սիրո համար, ինչպես ես եմ պայքարում ձեր սիրո համար։ Ճանապարհորդությունը մինչ Երան նշանակվեց հաջորդ շաբաթ։ Էդուարդը պնդեց, որ Վերոնիկան չգնա, չնայած նրա բողոքներին։ Սա իմ դստեր Հելենայի միջ է, ասաց նա հաստատակամորեն։ Դուք արդեն բավականաչափ արեցիք։ Վերոնիկան կատաղեց, բայց փաստարկներ չուներ։ Նրա միակ խաղաթուղթը բացահայտվել էր, իրավիճակի վրա նրա իշխանությունը սպառվում էր։
Ճամփորդության օրը Հելենան հագավ իր լավագույն զգեստը, բաց կապույտ, որը նրան Մարթան էր տվել։ Նա բաց թողեց մազերը, թողնելով, որ դրանք ազատ ընկնեն։ Էդուարդը նրան նայեց, երբ նա մտավ հարմարեցված մեքենան, որը նրանք օգտագործելու էին, շշնջաց. «Դուք գեղեցիկ եք»։ Հելենան կարմրեց։ «Ես նյարդային եմ։ Իսկ եթե նա ինձ չհավանի։ Իսկ եթե կարծի, որ ես փորձում եմ փոխարինել նրա մորը»։ Էդուարդը բռնեց նրա ձեռքը։ «Անհնար է ձեզ չհավանել։ Եվ ինչ վերաբերում է մեկին փոխարինելուն, դուք ոչ ոքի չեք փոխարինում։ Դուք ինքներդ եք։ Եվ դա ավելին է, քան բավարար»։ Երանը արոտ էր, երբ նրանք ժամանեցին։ Սուրբ Ղուկասի հիվանդանոցը մեծ էր, մարդաշատ, լի մարդկանցով, ովքեր ներս էին մտնում ու դուրս գալիս։ Հելենան զգում էր Էդուարդի նյարդայնությունը, որը ալիքներով էր բխում նրանից։ Նա գունատ էր, ձեռքերը թեթակի դողում էին։ Նա ամուր բռնեց նրանցից մեկը։ «Ես այստեղ եմ։ Ես ձեզ մենակ չեմ թողնի»։ Նա գլխով արեց, խորը շունչ քաշելով։ «Եկեք»։ Ընդունարանում խնդրեցին խոսել Բեատրիս Թավարյան Մենդեսի հետ։ Աշխատակիցը ներքին զանգ կատարեց, րոպեներ անց մի երիտասարդ կին հայտնվեց միջանցքում։ Հելենան անմիջապես իմացավ, որ դա նա է։ Աչքերը նույնական էին Էդուարդի աչքերին, մուգ շագանակագույն ինտենսիվ։ Մազերը նույնպես մուգ էին, հավաքված գործնական պոչի մեջ։ Նա բուժքրոջ համազգեստ էր կրում, հոգնած արտահայտություն ուներ, կարծես հենց նոր էր դժվար հերթափոխից դուրս եկել։ Բեատրիսը նրանց նայեց հետաքրքրությամբ։ «Կարող եմ օգնել»։ Էդուարդն էր, ով խոսեց, ձայնը դողալով։ «Բեատրիս, ես եմ։ Քո հայրը»։ Երիտասարդ կինը սառեց։ Արտահայտությունը փոխվեց հետաքրքրությունից ցնցման, ապա ինչ-որ բանի, որը թվում էր բարկության ցավի խառնուրդ։ «Դուք համարձակություն ունեք», ասաց նա, ձայնը սառը։ 20 տարուց ավելի անց հայտնվում եք այստեղ, կարծես դա աշխարհի ամենաբնական բանն է։ Էդուարդը կուլ տվեց։ «Ես գիտեմ, որ իրավունք չունեմ այստեղ լինելու։ Գիտեմ, որ քեզ լքեցի, որ ձախողեցի որպես հայր։ Բայց ես պետք է, որ դու իմանաս, որ երբեք քեզ չեմ մոռացել։ Երբեք չեմ դադարել մտածել քո մասին ոչ մի օր»։ Բեատրիսը խաչեց ձեռքերը։ Գեղեցիկ խոսքեր։ Բայց խոսքերը դուստր չեն դաստիարակում։ Խոսքերը չեն լինում այն գիշերներին, երբ նա լաց է լինում, որովհետև հայրը չի զանգում, չի հայտնվում, չի մտածում։ Հելենան տեսավ ցավը Էդուարդի դեմքին, զգաց, որ սիրտը կոտրվում է։ Բայց նա ինչ-որ բան տեսավ Բեատրիսի արտահայտության մեջ։ Բարկության տակ ցավ կար։ Եվ ցավի տակ կար մի ցանկություն, տեսանելի լինելու, կարոր լինելու։ Հելենան վեր կացավ, քայլեց դեպի երիտասարդ կինը։ «Բեատրիս, իմ անունը Հելենա է։ Ես խնամում եմ ձեր հորը։ Գիտեմ, որ դուք նեղացած եք, լիովին իրավունք ունեք նեղացած լինելու։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ նա փոխվել է։ Նա շատ բաների միջով է անցել, շատ բան կորցրել է։ Եվ այդ ամբողջ խավարի մեջ, այն բանը, որն ամենից շատ է տանջում նրան, ձեր կողքին չլինելն է»։ Բեատրիսը նրան նայեց։ «Իսկ ով եք դուք նրա փոխարեն խոսելու համար»։ Հելենան դիմացավ նրա հայացքին։ «Ես մեկն եմ, ով սիրում է նրան։ Մեկն եմ, ով տեսնում է այն մարդուն, ով նա հիմա է, ոչ միայն այն սխալները, որոնք նա կատարել է անցյալում։ Եվ ես մեկն եմ, ով այստեղ է, խնդրելով ձեզ նրան հնարավորություն տալ։ Պետք չէ ներել։ Պետք չէ մոռանալ։ Բայց տվեք հնարավորություն, որ դուք իրականում ճանաչեք միմյանց»։ Երկար լռություն տիրեց։ Բեատրիսը Հելենայից նայեց Էդուարդին, նորից Հելենային։ Այնուհետ, դանդաղորեն, նրա պաշտպանությունը սկսեց ընկնել։ Նա մոտեցավ հաշմանդամի սայլակին, աչքերով անցնելով հոր վրայով, ում նա այդքան ժամանակ չէր տեսել։ «Ինչ պատահեց ձեզ»։ Էդուարդը պատմեց, ոչինչ չթաքցնելով։ Դժբախտ պատահարը, կաթվածը, Վերոնիկայի լքելը, այն խավարը, որի մեջ նա ընկղմվել էր։ Եվ հետո խոսեց Հելենայի մասին, թե ինչպես էր նա եկել փոխել ամեն ինչ։ Երբ նա ավարտեց, Բեատրիսի աչքերին արցունքներ կային։ «Ես էլ եմ բարկացել մայրիկիս վրա», ասաց նա վերջապես։ «Ինձ ձեզանից հեռացնելու համար։
Միշտ ուզել եմ ձեզ իսկապես ճանաչել, հասկանալ, թե ինչու էր նա ձեր մասին վատ բաներ ասում, երբ ես միայն հիշողություններ ունեի մի մարդու մասին, ով ինձ ծիծաղեցնում էր։ Էդուարդը մեկնեց ձեռքը, երկմտելով։ Բեատրիսը նրան նայեց մի պահ, որը թվաց հավերժություն։ Եվ հետո բռնեց այն։ Հայրիկ, շնջաց նա, այդ բառի մեջ կար տարիների ցավ, կարոտ, չասված սեր։ Էդուարդը նրան քաշեց անհարմար, բայց ինտենսիվ գրկախառնության մեջ։ Նա բացահայտորեն լաց էր լինում, առանց մտածելու, թե ով կարող է տեսնել։ Բեատրիսը նույնպես լաց էր լինում, գրկելով հորը, ում նա կարծում էր, որ ընդմիշտ կորցրել էր։ Հելենան զուսպ հեռացավ, նրանց տեղ տալով, բայց սիրտը ուրախությունից լցված։ Նա հաջողել էր։ Նա հավաքել էր հորն ու դստերը։ Նա Էդուարդին տվել էր այն ամենաթանկ բանը, որը նա կորցրել էր։ Երբ վերջապես բաժանվեցին, Բեատրիսը շնորհակալությամբ նայեց Հելենային։ Շնորհակալություն։ Նրան այստեղ բերելու համար։ Նրան խնամելու համար։ Ինձ հորս հետ բերելու համար։ Հելենան ժպտաց։ Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Ես պարզապես ուզում եմ, որ դուք երջանիկ լինեք։ Բեատրիսը բռնեց Հելենայի ձեռքը։ Դուք իսկապես սիրում եք նրան, այնպես չէ՞։ Հելենան գլխով արեց։ Ավելի շատ, քան կարող եմ արտահայտել։ Երիտասարդ կինը ժպտաց։ Այնուհետ նա բախտավոր է։ Եվ ես էլ, որ ձեզ ստացա իմ կյանքում։ Նրանք ժամեր անցկացրեցին հիվանդանոցում, զրուցելով, պատմություններ կիսելով, բացթողումները լրացնելով։ Բեատրիսը պատմեց իր կյանքի մասին, թե ինչպես էր որոշել բուժքույր դառնալ, մարդկանց օգնելու համար, մասնագիտության մարտահրավերների մասին։ Էդուարդը խոսեց խաղողի այգիների, ընկերության, իր ափսոսանքների հույսերի մասին։ Եվ Հելենան պարզապես դիտում էր, ուրախ, որ տեսնում էր այդ երկուսին նորից միանալիս, վերակառուցելով այն, ինչ կոտրվել էր։ Երբ վերջապես վերադարձան Արենի, արդեն գիշեր էր։ Էդուարդը հոգնած էր, բայց նրա աչքերում լույս կար, որը Հելենան վաղուց չէր տեսել։ Այս ամենը նա արեց, ասաց նա Մարթային, երբ նրանք ժամանեցին։ Հելենան գտավ իմ դստերը։ Նա նրան հետ բերեց ինձ մոտ։ Մարթան Հելենային նայեց նոր հարգանքով։ Դուք ոսկե սիրտ ունեք, աղջիկս։ Ամբողջ ընտանիքը միշտ երախտապարտ կլինի ձեզ։ Բայց Վերոնիկան երախտապարտ չէր։ Երբ նա իմացավ հաջող հանդիպման մասին, կատաղեց։ Դուք ինձ օգտագործեցիք, մեղադրեց նա Հելենային։ Գողացաք իմ տեղեկությունները հերոսուհի ձացրեցիք։ Հելենան առանց վախի նրան նայեց։ Ես ոչինչ չեմ գողացել։ Դուք ստեցիք, թե որտեղ էր Բեատրիսը։ Ես ճշմարտությունն էի փնտրում։ Եվ գտա։ Վերոնիկան պատրաստվում էր պատասխանել, երբ Էդուարդը մտավ։ Բավական է, Վերոնիկա։ Հեռացեք։ Այստեղ ձեզ համար այլս ոչինչ չկա։ Վերոնիկան նրան նայեց, ապա Հելենային։ Նրա աչքերը նեղացան։ Դուք կզղջաք դրա համար, Էդուարդ։ Կզղջաք, որ ինձ փոխարինեցիք այս անաշխար աղջկա հետ։ Նա գլուխը շարժեց։ Միակ բանը, որի համար զղջում եմ, ձեզ հետ ժամանակ կորցնելն է։ Հիմա, խնդրում եմ, դուրս եկեք իմ տանից։ Եվ իմ կյանքից։ Վերոնիկան հեռացավ, բայց ոչ առանց Հելենային վերջին թունավոր հայացք նետելու։ Եվ այդ հայացքում խոստում կար։ Մարտը չէր ավարտվել։ Առնվազն ոչ նրա համար։ Բայց Հելենայի Էդուարդի համար դա նոր սկիզբ էր։ Սկիզբ, լի հույսով, սիրով ընտանիքով, որը սկսում էր վերակառուցվել։ Հաջորդ շաբաթները մաքուր փոխակերպումներ էին։ Վերոնիկան նրանց կյանքից դուրս Բեատրիսը վերջապես վերագտնված, Էդուարդը նոր մարդ էր թվում։ Երիտասարդ բուժքույրը սկսեց նրանց այցելել հանգստյան օրերին, ծիծաղ կյանք բերելով այդ առանձնատուն, որն այդքան ժամանակ պարզապես լուռ դամբարան էր։ Հելենան տեսնում էր, թե ինչպես են հայրն ու դուստրը վերակառուցում կոտրված կապերը, ժամերով խոսում ամեն ինչի ոչնչի մասին, զգում էր, որ սիրտը լցվում է երջանկությունից։ Բայց ամենամեծ փոփոխությունը տեղի էր ունենում Էդուարդի մոտ։ Առաջին անգամ դժբախտ պատահարից հետո նա համաձայնեց իրական ֆիզիոթերապիա անել։ Բեատրիսը իր առողջապահության ոլորտի փորձով Երանից բերեց մի գործընկեր ֆիզիոթերապտի, մի համբերատար նվիրված մարդու, Ռիկարդո անունով։
Միասին Հելենան Ռիկարդոն ամեն օր աշխատում էին Էդուարդի հետ, ստիպելով նրան փորձել շարժումներ, որոնք նա տարիներ շարունակ հրաժարվում էր անել։ Դա ցավոտ էր, հոգնեցնող, հիասթափեցնող։ Բայց Էդուարդն այլևս չէր հանձնվում, որովհետև հիմա պայքարելու պատճառներ ուներ։ Ես ուզում եմ քայլել դեպի քեզ, ասում էր նա Հելենային այն գիշերներին, երբ ցավը չափազանց ուժեղ էր։ Ես ուզում եմ քեզ տանել զոհասեղան, իմ սեփական ոտքերով քայլելով։ Ես ուզում եմ պարել քեզ հետ մեր հարսանիքին։ Հելենան բռնում էր նրա ձեռքը, սրբում էր քրտինքը նրա ճակատից, շշնջում էր քաջալերող խոսքեր։ Դու կհասնես դրան։ Ես գիտեմ, որ կհասնես։ Եվ ես այստեղ կլինեմ ամեն օր, քեզ համար ուրախանալով։ Ամուսնության պաշտոնական առաջարկը տեղի ունեցավ աշնանային մի կեսօր։ Էդուարդը խնդրեց Մարթային հատուկ ընթրիք պատրաստել այգում, վարդերի մեջ, որոնք Հելենան այդքան շատ էր սիրում։ Երբ նա իջավ, գտավ գեղեցիկ զարդարված սեղան, ամենուր վառվող մոմեր, Էդուարդը սպասում էր նրան։ Բայց նա հաշմանդամի սայլակում չէր։ Նա կանգնած էր, հենված ձեռնափայտերին, դողում էր ջանքից, բայց կանգնած էր։ Հելենան ձեռքը բերանին դրեց, արցունքներն արդեն հոսում էին։ Էդուարդ, շշնջաց նա։ Նա ժպտաց, այն ժպիտը, որը նա սիրում էր, որը լիովին փոխում էր նրա դեմքը։ Արի ինձ մոտ, խնդրեց նա։ Նա դանդաղ մոտեցավ, կարծես երազում լիներ։ Երբ բավական մոտեցավ, Էդուարդը բաց թողեց ձեռնափայտերից մեկը բռնեց նրա ձեռքը։ Հելենա, սկսեց նա, ձայնը հուզմունքից խեղդված, դու մտար իմ կյանք, երբ ես լիովին մոլորված էի։ Առանց հույսի, առանց հավատի, առանց ապրելու ցանկության։ Եվ դու քո մաքրությամբ, քո նվիրվածությամբ, քո անվերապահ սիրով ինձ ցույց տվեցիր, որ դեռ շարունակելու պատճառներ կային։ Դու ինձ հետ տվեցիր իմ դստերը։ Ինձ հետ տվեցիր քայլելու իմ ցանկությունը։ Բայց ամենակարևորը, ինձ հետ տվեցիր իմ սիրտը։ Նա բաց թողեց մյուս ձեռնափայտը, դողալով, գրպանից մի փոքրիկ տուփ հանեց։ Հելենան այնքան էր լաց լինում, որ հազիվ էր տեսնում։ Էդուարդը բացեց տուփը, բացահայտելով նուրբ կատարյալ ադամանդե մատանի։ Ամուսնացիր ինձ հետ, Հելենա։ Թույլ տուր ինձ իմ կյանքի մնացած մասն անցկացնել, փորձելով արժանի լինել քո սիրուն։ Թույլ տուր ինձ քեզ երջանիկ դարձնել, ինչպես դու ինձ ես դարձնում։ Խնդրում եմ, ասա այո։ Հելենան հազիվ էր կարողանում խոսել հեկեկոցների միջով։ Այո, նա վերջապես կարողացավ ասել։ Այո, այո, 1000 անգամ այո։ Էդուարդը մատանին սահեցրեց նրա մատին, ապա հրաշքով երկու անկայուն քայլ կատարեց նրա ուղղությամբ, նախքան նրա գիրկն ընկնելը։ Երկուսն էլ ընկան այգու հատակին, միաժամանակ ծիծաղելով, լաց լինելով։ Ես սիրում եմ քեզ, ասաց նա, համբուրելով նրա դեմքի յուրաքանչյուր մասը, որին կարող էր հասնել։ Այնքան եմ սիրում քեզ, որ նույնիսկ չգիտեմ ինչպես արտահայտել։ Հելենան համբուրեց նրան, մի խորը, կրքոտ համբույր, լի խոստումներով։ Ես էլ եմ քեզ սիրում։ Ավելի շատ, քան բառերը կարող են ասել։ Նշանադրության լուրը արագորեն տարածվեց տարածաշրջանում։ Միլիոնատեր մեկուսացածի վանքի խնամողի պատմությունը, ով նրան կյանքի էր վերադարձրել, լեգենդ դարձավ։ Մարդիկ հիացմունքով էին մեկնաբանում, ոմանք թերահավատությամբ, բայց Էդուարդի Հելենայի համար դրանցից ոչ մեկը կարևոր չէր։ Նրանք ունեին միմյանց, ունեին Բեատրիսը, ունեին մի ընտանիք, որը ձավորվում էր։ Մնացածը պարզապես աղմուկ էր։ Հարսանիքի նախապատրաստությունները սկսվեցին։ Բեատրիսը առաջարկեց օգնել Հելենային ամեն ինչում, զգեստի ընտրությունից մինչ զարդարանք։ Երկուսը ժամեր էին անցկացնում միասին, ծիծաղելով, պլանավորելով, իսկական բարեկամության կապեր ստեղծելով։ Հելենան հայտնաբերեց, որ խորտ դուստր ունենալը նման էր քույր ունենալուն։ Բեատրիսը քաղցր էր, զվարճալի, առատաձեռն։ Եվ ակնհայտ էր, որ նա լիովին հավանություն էր տալիս հոր Հելենայի միությանը։ Դուք կատարյալ եք նրա համար, ասաց նա մի կեսօր, մինչ նրանք տորթեր էին փորձում խնջույքի համար։ Ես երբեք նրան այդքան երջանիկ, այդքան կենդանի չեմ տեսել։ Շնորհակալություն հորս սիրելու համար այնպես, ինչպես նա արժանի է սիրվելու։ Հելենան գրկեց երիտասարդ կնոջը, հուզված։ Եվ շնորհակալություն այդքան լավ ընդունելու համար։ Ես վախենում էի, որ դուք կկարծեիք, թե ես փորձում եմ զբաղեցնել ձեր մոր տեղը։ Բեատրիսը բուռն կերպով գլուխը շարժեց։ Դուք ոչ մի տեղ չեք զբաղեցնում։ Դուք ստեղծում եք ձեզ սեփական տեղը։ Եվ ես ձեզ սիրում եմ դրա համար։
Կարող եմ ձեզ մայրիկ կանչել։ Հելենան զգաց, որ սիրտը պայթում է սիրուց։ Դա պատիվ կլիներ, շշնջաց նա։ Մինչդեռ Էդուարդը շարունակում էր իր ֆիզիկական վերականգնումը։ Առաջընթացը դանդաղ էր, բայց մշտական։ Ամեն օր նա կարողանում էր մի քանի քայլ ավել անել։ Ցավը դեռ ուժեղ էր, բայց նա սովորել էր դրա հետ ապրել։ Կարորը նպատակն էր։ Եվ նպատակն էր քայլել դեպի Հելենան հարսանիքի օրը։ Ռիկարդոն ջանասիրաբար աշխատում էր նրա հետ, ստեղծելով անհատականացված վարժություններ, միշտ մի փոքր ավելի հրելով սահմանները։ Դուք կարող եք հասնել դրան, ասում էր նա։ Ձեր մարմինը արձագանքում է։ Պարզապես մի հանձնվեք։ Եվ Էդուարդը չէր հանձնվում։ Այլս երբեք չէր հանձնվի։ Հելենայի հարսանյաց զգեստը կարվել էր քաղաքի դերձակուհու կողմից։ Այն պարզ էր, էլեգանտ, սպիտակ ժանյակով, որը նրբորեն գրկում էր նրա մարմինը։ Երբ նա առաջին անգամ հայելու մեջ նայեց իրեն պատրաստ զգեստով, չճանաչեց կնոջը, ով իրեն էր նայում։ Դա այլս վանքի ամաչկոտ նորեկը չէր։ Դա կրքոտ, վստահ կին էր, պատրաստ նոր կյանք սկսելու։ Մարթան, ով նրա հետ էր հանդերձարանում, սրբեց արցունքները։ Դուք գեղեցիկ եք, աղջիկս։ Պարոն Էդուարդը շունչը կկտրվի, երբ ձեզ տեսնի։ Հարսանիքը նշանակված էր գարնանը, կալվածքի ծաղկող խաղողի այգիների մեջ։ Դա արոտ կիրակի էր, կատարյալ։ Աթոռները շարված էին շարքերով, խաղողի այգիների միջ, զարդարված սպիտակ յասամանի ծաղիկներով։ Փոքրիկ զոհասեղան էր տեղադրվել մեղմ բլրի գագաթին, որտեղից երում էր խաղողի այգիների ամբողջ տարածքը։ Դա պարզ էր, բայց բացարձակապես շքեղ։ Մոտ 50 հյուր էր ներկա, մտերիմ ընկերներ, գինեգործարանի որոշ աշխատակիցներ, միանձնուհիները, ովքեր դեռ կապ էին պահպանում Հելենայի հետ։ Բոլորը անհամբեր սպասում էին այդ անհավանական միությանը։ Հելենան սենյակում էր, Բեատրիսի Մարթայի օգնությամբ դնում էր վերջին մանրամասները։ Քողը, ծաղիկները մազերում, սպիտակ վարդերի փունջը։ Նա նյարդային էր, ձեռքերը թեթակի դողում էին։ Իսկ եթե նա չկարողանա քայլել։ Իսկ եթե ընկնի։ Իսկ եթե ես ընկնեմ։ Բեատրիսը բռնեց նրա ձեռքերը։ Այնուհետ մենք միասին կընկնենք, նորից կկանգնենք։ Բայց ամեն ինչ լավ կլինի։ Դուք կտեսնեք։ Հելենան խորը շունչ քաշեց, փորձելով հանգստացնել նյարդերը։ Նա պատրաստ էր։ Պատրաստ էր կին դառնալու։ Պատրաստ էր սկսելու այս նոր ճամփորդությունը։ Երաժշտությունը սկսեց նվագել, մեղմ կիթառը արձագանքում էր խաղողի այգիների միջ։ Ժամանակն էր։ Մարթան նրան ուղեկցեց դեպի աթոռների միջ իմպրովիզացված միջանցքի սկիզբը։ Հելենան առաջ նայեց, տեսավ Էդուարդին։ Նա զոհասեղանին էր, մուգ կոստյումով, առանց ձեռնափայտերի, առանց հաշմանդամի սայլակի։ Պարզապես կանգնած էր, զուսպ հենված Ռիկարդոյին կողքին, բայց կանգնած էր։ Երբ նրանց աչքերը հանդիպեցին, Հելենան տեսավ, թե ինչպես են արցունքները սահում նրա դեմքով։ Նա սկսեց քայլել, դանդաղ, փորձելով հիշել այդ պահի յուրաքանչյուր վայրկյանը։ Երբ նա հասավ զոհասեղանին, Էդուարդը ձեռքը մեկնեց նրան։ Նա դողում էր, բայց ամուր էր։ Հելենան բռնեց նրա ձեռքը, միասին նրանք շրջվեցին դեպի քահանան, ով կկատարեր արարողությունը։ Խոսքերը երաժշտության պես հնչեցին։ Սեր, հավատարմություն, ընկերակցություն։ Ուրախության տխրության մեջ, առողջության հիվանդության մեջ։ Հելենան պատասխանեց այո, ձայնը պարզ, առանց երկմտանքի։ Էդուարդը նույնն արեց, աչքերը երբեք չհեռացնելով նրանից։ Եվ հետո եկան մատանիները, ոսկու կատարյալ շրջանակներ, որոնք խորհրդանշում էին նրանց զգացած սիրո անսահմանությունը։ Ես ձեզ հայտարարում եմ ամուսին կին, ասաց քահանան վերջապես։ Կարող եք համբուրել հարսին։ Էդուարդը Հելենային քաշեց մոտ համբուրեց նրան։ Դա մյուսներից տարբեր համբույր էր, լի նոր իմաստով։ Նրանք այլս երկու առանձին անհատներ չէին։ Նրանք մեկ էին։ Միացած Աստծո, ընտանիքի, աշխարհի առաջ։ Երբ բաժանվեցին, հյուրերը բուռն ծափահարեցին։ Բեատրիսը բացահայտորեն լաց էր լինում, ինչպես Մարթան։ Նույնիսկ Ռիկարդոն, միշտ այդքան պրոֆեսիոնալ, աչքերը թաց էր։ Խնջույքը ուրախ էր, լի ծիծաղով, պարերով, կենացներով։ Էդուարդը կարողացավ կանգնած մնալ տոնակատարության մեծ մասի ընթացքում, հենված Հելենային կամ Բեատրիսին։
Երբ Հարսի Փեսայի վալսի ժամանակը եկավ, նա նրան առաջնորդեց դեպի պարի համար հատկացված տարածքի կենտրոն։ Կատարյալ չի լինի, զգուշացրեց նա, բայց ուզում եմ փորձել։ Հելենան ժպտաց։ Պետք չէ կատարյալ լինել։ Պարզապես պետք է մերն լինի։ Եվ հետո նրանք պարեցին։ Դա էլեգանտ կամ համակարգված պար չէր։ Էդուարդը դողում էր, նրա քայլերն անվստահ էին, նա ստիպված էր մի քանի անգամ հենվել նրան։ Բայց դա ամենագեղեցիկ պարն էր, որ Հելենան երբես զգացել էր։ Որովհետ դա իրական էր։ Որովհետ դա նրանցն էր։ Երբ խնջույքն ավարտվեց, հյուրերը հեռացան, Էդուարդն ու Հելենան բարձրացան այն սենյակը, որն այժմ կիսելու էին։ Նրանց միջ նոր ամաչկոտություն կար, գիտակցում այն մասին, թե ինչ էր գալու։ Հելենան նյարդային էր, ձեռքերը թեթակի քրտնած էին։ Էդուարդը նկատեց դա, նրան քաշեց իր կողքի մահճակալի եզրին նստելու։ Մենք կարող ենք դանդաղ անել, ասաց նա մեղմորեն։ Շտապելու կարիք չկա։ Հելենան գլուխը շարժեց։ Ես չեմ ուզում դանդաղ անել։ Ես ուզում եմ ամեն ինչ զգալ։ Ես ուզում եմ ամբողջովին ինձ ձեզ հանձնել։ Ես պարզապես նյարդային եմ, որովհետ երբեք դա չեմ արել նախկինում։ Էդուարդը շոյեց նրա դեմքը։ Ես գիտեմ։ Եվ ես կխնամեմ քեզ։ Խոստանում եմ, որ մեղմ կլինեմ, որ հատուկ կդարձնեմ այն։ Հելենան համբուրեց նրան, մի համբույր, որը արագորեն խորացավ։ Եվ այնուհետ, վերջապես, նրանք իրենց հանձնեցին միմյանց։ Սկզբում անհարմար էր, փորձնական, բայց երբ գիշերն առաջանում էր, այն վերածվեց գեղեցիկ բանի։ Հելենան հայտնաբերեց զգացողություններ, որոնք երբեք չէր պատկերացրել, որ գոյություն ունեն։ Հայտնաբերեց, որ իր մարմինը կարող է հաճույք զգալ այնպես, որ միաժամանակ սարսափեցնում զարմացնում էր նրան։ Եվ Էդուարդը առաջին անգամ դժբախտ պատահարից հետո նորից իրեն ամբողջական զգաց։ Ոչ միայն որպես տղամարդ, այլ որպես մարդկային էակ, ունակ սիրելու լիովին սիրվելու։ Հաջորդ ամիսները մաքուր երջանկություն էին։ Էդուարդը նորից սկսեց աշխատել, այժմ ձեռնափայտի օգնությամբ, ղեկավարելով գինեգործարանը նորոգված ոգորությամբ։ Հելենան սկսեց մի նախագիծ, որի մասին միշտ երազել էր, մի փոքրիկ կլինիկա կալվածքում, խնամելու մարդկանց, ովքեր, ինչպես Էդուարդը, հանձնվել էին կյանքից։ Նա օգտագործում էր այն ամենը, ինչ սովորել էր վանքում Էդուարդին խնամելու ամիսներին, ուրիշներին օգնելու համար։ Եվ հայտնաբերեց, որ դրա համար իսկական շնորհք ուներ։ Մարդիկ բուժվում էին ոչ միայն ֆիզիկապես, այլ էմոցիոնալ առումով, նրա խնամքի տակ։ Բեատրիսը այցելում էր գրեթե ամեն հանգստյան օր, միշտ բերելով նորություններ, ծիծաղ կյանք։ Հայր-դուստր հարաբերությունները ավելի ամուր էին, քան երբը։ Եվ Հելենայի Բեատրիսի հարաբերությունները իսկական մայր-դուստր հարաբերություններ էին, չնայած տարիքային փոքր տարբերությանը։ Նրանք դարձան վստահելի ընկերներ, ընտանիք։ Մի ձմեռային առավոտ էր, որ Հելենան նկատեց, որ ինչ-որ բան տարբերվում էր։ Մի քանի օր էր, որ նա իրեն սրտխառնոց, հոգնած, էմոցիոնալ առումով զգայուն էր զգում։ Սկզբում նա մտածեց, որ դա պարզապես կլինիկայում աշխատանքի ծանրաբեռնվածությունն էր։ Բայց երբ ախտանիշները պահպանվեցին, կասկած սկսեց ձավորվել նրա մտքում։ Նա գնաց քաղաք, հղիության թեստ գնեց։ Երբ նա տեսավ երկու գծերը ձողի վրա, նրա աշխարհը կանգ առավ։ Նա հղի էր։ Նա մայր էր դառնալու։ Նա այդ նույն գիշեր պատմեց Էդուարդին։ Նա հատուկ ընթրիք էր պատրաստել, աղանդերի ժամանակ թեստը դրեց նրա ափսեի կողքին։ Էդուարդը նայեց առարկային, սկզբում շփոթված։ Այնուհետ նա հասկացավ, աչքերը բարձրացրեց նրա վրա, անհավատությամբ։ Իրական է։ Հելենան գլխով արեց, երջանկությունից լաց լինելով։ Մենք երեխա կունենանք։ Էդուարդը բարձրացավ աթոռից, առանց ձեռնափայտի մասին մտածելու, նրան քաշեց ամուր գրկախառնության մեջ։ Շնորհակալություն, շշնջաց նա, ձայնը խեղդված։ Շնորհակալություն ինձ ամեն ինչ տալու համար։ Ընտանիք, կյանք, ամեն օր ժպիտով արթնանալու պատճառ։ Դուք ինձ փրկեցիք, Հելենա։ Բոլոր հնարավոր ձերով։ Հղիությունը հանգիստ անցավ։ Հելենան ծաղկեց, նրա մարմինը փոխվում էր, իր ներսում աճող կյանքին հարմարվելու համար։ Էդուարդը նրան մշտապես փայփայում էր, անհանգստանալով յուրաքանչյուր փոքր անհարմարության համար։ Բեատրիսը ուրախ էր այն լուրից, որ ավագ քույր էր դառնալու։
Նա ավելի հաճախ էր գալիս, օգնելով Հելենային երեխայի սենյակի նախապատրաստություններին, բժշկական խորհուրդներ տալով, պարզապես ներկա լինելով։ Մի կեսօր, երբ երեքն էլ մանկական հագուստ էին պատրաստում, Բեատրիսը նայեց Հելենային ասաց. «Գիտեք, երբ իմացա, որ հայրս ամուսնանում է, վախեցա։ Վախեցա, որ դա շահի համար կլինի, վախեցա, որ դուք նրան իսկապես չեք սիրում։ Բայց հիմա տեսնում եմ, որ լիովին սխալվում էի։ Դուք ոչ միայն սիրում եք նրան, դուք փոխել եք նրան։ Փոխել եք բոլորիս»։ Հելենան զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով, անիծյալ հղիության հորմոններ։ «Դուք էլ եք ինձ փոխել։ Ես վախեցած աղջիկ էի, առանց ուղղության, առանց ինքնության։ Եվ հիմա ես կին եմ, մայր, թերապտ։ Ես ամբողջական եմ։ Եվ դրա համար պարտական եմ ձեզ»։ Երեխան ծնվեց շողշողուն գարնանը, հարսանիքից ուղիղ 1 տարի անց։ Դա տղա էր, առողջ կատարյալ, հոր մուգ աչքերով, մոր նրբությամբ։ Նրանք անվանեցին Գաբրիել, որը նշանակում է Աստծո պատգամաբեր։ Որովհետև հենց դա էր ներկայացնում այդ երեխան, նվեր, մի հաղորդագրություն, որ սերն ու հավատը կարող են հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Էդուարդը առաջին անգամ երեխային գրկեց, արցունքները հոսում էին դեմքով։ «Երբեք չէի մտածել, որ նորից կունենամ սա», ասաց նա Հելենային, ով հանգստանում էր հիվանդանոցի մահճակալին։ «Ընտանիք, երեխա, ապագա։ Դուք ինձ տվեցիք այս ամենը»։ Հելենան ժպտաց, հոգնած, բայց երջանիկ։ «Մենք տվեցինք սա միմյանց։ Սա մեր հրաշքն է, մեր Գաբրիելը»։ Հաջորդ տարիները աճի, սիրո իրականացման տարիներ էին։ Հելենայի կլինիկան բարգավաճեց, օգնելով տասնյակ մարդկանց վերականգնել հույսը։ Գինեգործարանը շարունակեց հաջողակ լինել Էդուարդի ղեկավարությամբ, ով այժմ քայլում էր միայն թեթ կաղությամբ, դժբախտ պատահարի հիշողություն, բայց այլս ոչ սահմանափակում։ Գաբրիելը մեծացավ սիրո մեջ, ինչպես ծնողների, այնպես էլ ավագ քրոջ կողմից, ով նրան պաշտում էր։ Եվ Հելենան, վանքի աղջիկը, ով չէր ճանաչում աշխարհը, դարձավ ուժեղ, իմաստուն կին, հարգված ամբողջ համայնքի կողմից։ Մի կեսօր, շատ տարիներ անց այն առաջին օրվանից, երբ նա վախեցած մոլորված էր եկել առանձնատուն, Հելենան Էդուարդի հետ այգում էր։ Նրանք դիտում էին, թե ինչպես է Գաբրիելը խաղում վարդերի մեջ, մինչ Բեատրիսը, այժմ ամուսնացած իր սեփական երեխայով, նրանց հետ խոսում էր կյանքի մասին։ «Երբ է մտածել եք», Էդուարդն ասաց հանկարծակի, «թե ինչպես են փոխվել մեր կյանքերը»։ Հելենան նրան նայեց ժպտաց։ «Ամեն օր։ Եվ ամեն օր շնորհակալ եմ ճակատագրին, որը մեզ միասին բերեց»։ Նա համբուրեց նրա ճակատը։ Դա ճակատագիր չէր։ Դա դուք էիք։ Ձեր քաջությունը, ձեր հավատը, ձեր սերը։ Դուք ինձ փրկեցիք, երբ ես խորքերում էի։ Եվ բավարար բառեր չկան դրա համար, շնորհակալություն հայտնելու համար։ Հելենան գլուխը դրեց նրա ուսին։ Մենք փրկեցինք միմյանց։ Եվ հիմա ունենք այս գեղեցիկ կյանքը, այս հրաշալի ընտանիքը։ Արժեր ամեն արցունքը, ամեն վախը, ամեն խոչընդոտը։ Էդուարդը համաձայնեց։ Արժեր ամեն վայրկյանը։ Եվ նրանք մնացին այնտեղ, դիտելով մայրամուտը խաղողի այգիների վրայով, իմանալով, որ գտել էին այն, ինչ շատերը ամբողջ կյանքը փնտրում են։ Իսկական սեր։ Փրկություն։ Խաղաղություն։ Ընտանիք։ Եվ ամենից առաջ, այն վստահությունը, որ միասին կարող էին հաղթահարել ցանկացած բան։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հելենայի Էդուարդի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվել եք սիրո հաղթահարման փրկության այս ճամփորդությունից, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք Հելենայի քաջությունն էր։ Էդուարդի փոխակերպումը։ Բեատրիսի հետ հուզիչ հանդիպումը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նման ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք մեզ հիշեցնում են, որ ճշմարիտ սերը կարող է բուժել, փոխակերպել, փրկել։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կշարժի ձեր հույզերը, կդիպչի ձեր հոգուն։ Մինչ շուտով։